Առաջին հերթին ուզում եմ ձեր բոլորին ողջունել։ Շատ շնորհակալ եմ, շատ պարտավորված եմ այս ջերմ ընդունելության համար, հավաքի համար, պարզա օրը ճաշա, շոկա, բայց մարդիկ էլի հավաքվելով ես այնպես եմ ընտրել, որ կարողանամ բոլոր քաղաքները, բոլորը չէ, քաղաքները, գյուղերը գնամ, որ մարդիկ լսեն, ոչ թե օրինակ երեք Աբովյանում կազմակերպել էինք, Աբովյանը իր գյուղերով հավաքվել էին, բայց իմ ուզածը տենց չի, որ մի քանի հազար մարդ հավաքվեն, իմ ուզածը թող քիչ լինեն, նայեմ մարդու աչքերին եւ մարդու հարցերին պատասխանեմ։ Ցանկացած մարդ ուզում է գնահատված լինի, ուզում է իր դարդու ցավի խնդրի մասին տեղյակ լինեն։ Ես այս հողու ջրի մարդ եմ, ստեղ եմ մեծացել, ստեղ եմ կայացել, հիմնական խնդիրը ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն։ Այդ հնարավորությունը կա, չլնող բան աշխարհում չկա։ Միայն պետք է պոստերում, պաշտոններում ճիշտ մարդիկ լինեն, ոլորտից հասկացող մարդիկ լինեն, որ մարդու մատից փուշ անեն, մարդուն հնարավորություն տան աշխատելու, ստեղծելու, իր տունը պահելու։ Այսօր համակիրներ շատ ունենք, շատ բան փոխվել է, մարդիկ համեմատական կարգով նայելով գալիս են, Ծառուկյան ջան, ուզում ենք քո հետ քայլենք, ուզում ենք այդ ծրագիր իրականացնենք, որ մեր ապագան լավ լինի։ Մենք պաշտոն չենք ուզում, մեր համար կարող ոչ թե պաշտոնն է, պետությունն է։ Մարդիկ ասում են մենք մանդատ չենք ուզում, մենք արդյունքն ենք ուզում։ Բոլորս այս երկրում ապրում ենք։ Հիմա ուրա, Մակարյան ուր փախա։ Հա, յա, դու ճանաչված մարդ ես։ Հիմա ամենա լրագրողն է։ Համ դուխովա իր համար կապ չունի, Ծառուկյան Պողոսյան, Փաշինյան, սաղին են ամենա ընդունելի է։ Համ ասում եք դուխովա, համ ասում եք որ փախավ։ Բայց դասի Դուխով մարդիկ փախնի։ Գներես, փախավ, որ քո հարցերը տվել գնացի։ Չէ, մենք պայմանավորվանք, չէ, քո հարցերի պատասխան։ Դու փախնող տղա չես, գներես։ Որովհետեւ որ չկայի։ Դե չէ ինքը իր հարցերը տվել է, ասեմ, քո հարցերին պատասխանեմ, ինչ որ կա, որ մարդու սաղի համար էլ հասկանալի։ Ժողովուրդ ջան, այսօր ես նորից եմ ուզում ասել ձեզ, եկել եմ ձեր հետ հանդիպելու, որ անձամբ դուք ինձնից լսեք։ Մենք ինչ կարանք անենք, ծրագիրը կա, բոլոր ոլորտներն հետ կապված, մարդիկ կա, թիմը կա, ցանկությունը կա, ծրագիրը կա։ Միայն մնում է, որ մեզ հնարավորություն տաք, մենք օրենք ընդունելու, որոշում կայացնելու իրավունք ունենանք, որ ամեն մեկը ձեր կյանքում փոփոխությունը զգա։ Բոլորն էլ սկսած աշխատողից, կառուցողից, ծառայողից, բժիշկ, դասախոս, գիտնական, շինարար, գյուղացի, թոշակառու, բոլորի նպատակը մեկն է, որ մենք պետք է այսօր ազգովի այդ խնդիրը կարգավորենք, իրեն տեղը դնենք, որ բոլորն էլ զգան իրաց մասին մտածող կա։ Պատերազմի դուռը ընդմիշտ փակենք, դա միայն կարող է լինել երաշխավորված, որ մարդիկ երաշխավորած մի քանի պետություններ այդ երաշխավորությունը ստորագրում է։ Այսօր Ալիև Փաշինյան միայն բանավոր պայմանավորվածությամբ այդպես խաղաղություն չի լինում, ժողովուրդ ջան։ Եթե խաղաղությունը Ալիևը խի զորքերը չանում Սյունիքից, խի մեր գերիներին բաց չեն թողում։ Այսօր նա ասում է 300,000 ադրբեջանցի պետք է գան Հայաստան ապրեն։ Այդ մենք տեղ ունենք բնակվելու, մեր ժողովուրդը դոմիկներում է բնակվում 300,000 կան։ Քարքին պտի տակ, էստակ դա խաղաղություն չի, դա շանտաժ է, ժողովուրդ։ Հիմնական խաղաղությունը, որ թեկուզ երկուսով թուղթ ստորագրեն, որ ինչ եղել անցածը լինի, ժողովուրդ ջան, մենք հետ ենք քաշվում, եղածով մենք հարևաններ ենք, տնտեսություն զարգացնենք, ով կխախտի, պետք է տուգանվի, պետք է պատժվի, թե ֆինանսապես, թե տարածքով։ Ստորագրեն, աշխարհը տեսնի, իրանք էլ երաշխավորեն, հանգիստ ապրենք։ Թե չէ բանավոր պայմանավորությունը ու ասենք թե խաղաղություն ենք բերել ու նայելով իմ ոնց ես ասեմ ամոթ է, չի կարելի։ Խոսքը պետք է թղթի վրա լինի, փեչատը խփած լինի, պատերազմի դռներն էլ փակ պետք է լինի, ժողովուրդ ջան։ Այսօր ասում եմ մենք պատրաստ ենք։ Ինչ ասել ենք մի բան էլ ավել անելու։ Որոշողը դուք եք։ Ձեր այսօրվա վիճակը դուք եք մեղավոր, ժողովուրդ։ Այսօր հատ եկել եմ շփվելու, ձեզ ասելու։ Կեսը չի մասնակցում ընտրության, խի։ Ասեք խի, իմ վեճը չի, դե քո վեճը չի, ես էլ այսօրով էլ ապրենք։ Գնացեք ընտրեք։
Վախում ես տղուտ գործից անեն։ Մի բաց հայտ ասա, գնա կունդությունը կատարի։ Ով քեզ հարցնում է ում պետք է ընտրես։ Ասա քեզ եմ ընտրել, ով ասում ասա, բայց դու քո խղճի առաջ, քո տեսածի առաջ, ում հայտ հավատում ես։ Մարդ կա քարը քարին չի դրել, մի հատ տուն չի կարում բայ։ Խոս երկիր կառավարելուց։ Ով արել է, ով դրել է, գիտես։ Լսի։ Հիմա այսօր Ծառուկյանը ոչ մեկին մերժած չկա, անձնական հարցեր այսօր չեմ եկի անձնական հարցով դու պետք է գացի մոտ ընդրությունից հետո։ Հիմա այսօր քո հարցը կարգավորի իմ համար հարց չի։ Իմանամ իրավաբաններ։ Ես քեզ դրա համար ասեցի, ասեմ Մակար անտեղում կամարեն դրա կաշակ, թե Այդ վտանգավոր է, այդ մարդուն փուրն է գալիս։ լսեցի։ Հագնել ոչ մեկի չի կարող։ Քեզ էլ եմ։ Դա ձեզ էլ է գործունեություն։ Դրա համար ես ասում եմ, ես ոչ մեկին մերժած չկամ։ Աստծու կամոք ինչ ասված տվել է, ես իմ վաստակից փայաբաժին հանում եմ։ Ես ինձ ասեք երկրի հետ կապված, ձեր ցավը։ Ընտրություններից հետո ես Ժողովուրդ, ստեղ է, որ դուք ինձ հարց տաք, հարց։ Ինչա ձեզ մտահոգում, ինչ եք պատկերացնում։ Չկա հարց։ Սաղիդ մոտ ընտիր է, սաղ լավ է։ Ունենանք ուժեղ Հայաստան։ Իրար հետ պետք է լինենք, ձեն պետք է տակ, որ ուժեղ լինենք, հապաջան։ Ասահապաջան։ Բարգավաճ բառը ինքը խորիմաստ բառ է։ Այո։ Ես ուզում եմ, որ լինի Հայաստանը Մեր բարգավաճ։ կարգախոսը, հիմնական կարգախոսը, երաշխավորած խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Դա մեր կարգախոսն է այսօր։ Ամսի 7-ին, համար 7-ին։ Աստծու կամոք։